Բարի կեսօր հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հանդիպել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչ են ստորագրել կողմերը եւ ինչ են քննարկել։ Ես ինքս 3 շերտ եմ տեսնում։ Թանկից էժանը կա արդյոք, ինչ է կատարվում Երևանի բենզալցակայաններում։ Այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ եւ այդ Ինչու է Բաքուն ակտիվ ներգրավել Իրանի ներքին իրադարձությունների լուսաբանմանը եւ ինչ վտանգներ կարող է դա ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար։ Արագածոտնի մարզում Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է, ինչ վիճակ է ճանապարհներին։ Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից ավելի քան 13 ժամ անց հրապարակվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը։ Փաստաթուղթը ներկայացվում է որպես հերթական քայլ, որպես դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Հայտարարությունը ըստ էության բացատրում է, թե ինչպես պետք է գործի թրիփ ծրագիրը։ Խոսքը Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման մասին է, որոնք պետք է աշխատեն առանց խոչընդոտների եւ միաժամանակ մի քանի տրանսպորտային ուղղություններով։ Այդ ճանապարհները պետք է կապեն Ադրբեջանի հիմնական տարածքը Նախճեվանի հետ եւ Հայաստանը դարձնեն տրանսկասպյան առևտրային երթուղու կարևոր հանգույցներից մեկը։ Թրիփի միջոցով Հայաստանը ձգտում է ընդլայնել Հայաստանի դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման եւ առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ, ստեղծել կայուն եկամտային հոսքեր եւ գնման իրավունքներ Հայաստանի համար, ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը, ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։ Թրիփի միջոցով Միացյալ Նահանգներից ակնկալվող օգուտներն են նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ, ապահովելով, որ մարդիկ եւ ապրանքները կարողանան տեղաշարժվել անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, բացատրելով ծրագրի բովանդակությունը։ Թրամփի ուղու շրջանակում նախարարի խոսքով կարելի է տեսնել 3 հիմնական շերտ։ Առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է Արարատ Միրզոյանի խոսքով թրիփ ծրագրի իրականացման համար կստեղծվի հատուկ զարգացման ընկերություններ, որի վերահսկիչ բաժնեմասը լինելու է ամերիկյան կողմինը։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը դուրս է մնում որոշում ընդունողների ցանկից։ Նախարարը շեշտում է, կան սկզբունքային հարցեր, որոնց դեպքում Հայաստանը նույնիսկ առանց վերահսկիչ փաթեթ ունենալու պահպանելու է իր վերահսկողությունը եւ առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի ընդունվելու։ Մեզ բոլորից հուզում են նաև թրիփ ընկերության հենց, որը պայմանական անունը կարող է այս փուլում կրել եւ տրված է այդպիսի ենթադրում են, որ կունենա թրիփ զարգացման ընկերություն եւ փաստաթուղթը հստակեցնում է թրիփ զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ եւ այլն, ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ։ Կրկին առաջին նախադասություն այս հատվածի, տեղ, մի քանի տեղ բարբերաբար փաստաթղթում վերաբերելի եւ նույնիսկ եթե կուզեք ոչ այդքան վերաբերելի հատվածներում
բարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու եւ հետո գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար պահպանմամբ կարող եք ընթերցել ինքներդ եւ յուրաքանչյուր հատվածում այդ հղում այդ վստահեցումը տեսնել եւ այսպես էլի թրիփը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ այսինքն չի լինելու թրիփ ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Արդեն նշեցի, որ Միրզոյանն ու Ռուբիոն երեկ են հանդիպել Վաշինգտոնում։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ թրիփ նախագիծը կարող է դառնալ օրինակ ամբողջ աշխարհի համար։ Ըստ նրա, սա մի մոդել է, որը թույլ է տալիս երկրին բացվել տնտեսական հնարավորությունների առջև, միաժամանակ լիովին պահպանելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պարզ ասած, Վաշինգտոնը խոսում է մի ծրագրի մասին, որը իրենց գնահատմամբ կարող է Հայաստան բերել բիզնես, ներդրումներ եւ տնտեսական ակտիվություն առանց ինքնիշխանության սահմանափակման։ Շատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով հրաշալի օրինակ է։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի առաջ եւ տնտեսական բարեկեցության հնարավորություն է եւ դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է։ Այն նաեւ ճանապարհ է շարունակելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ամուր են եւ շարունակում են ամրանալ այս համաձայնությունների շնորհիվ, նաեւ թրիփ նախագծից դուրս։ Թրիփ ծրագիրը, որը Հայաստանը ներկայացնում է որպես խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան որպես Զանգեզուրի միջանցք շարունակում է մնալ տարածաշրջանային կարևոր նախագծերից մեկը։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կգործարկվի մինչև 2030 թվականը։ Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս-Իգդիր, Արալակ, Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար։ Ադրբեջանն էլ է Նախիջևանի հատվածում աշխատանքներ իրականացնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ հանրությանը ներկայացրել է Ադրբեջանից ներկրվող պրեմիում տեսակի բենզինի առավելությունները։ Վարչապետի խոսքով դրա շնորհիվ այսօր Հայաստանում պրեմիում բենզինի գինը նվազել է 15%-ով։ Այսինքն նախկին 510 դրամի փոխարեն այժմ բենզինի 1 լիտրի համար կվճարեք 430 դրամ։ Իշխանությունը նշում է, որ սա խաղաղության օրակարգի արդյունքն է, իսկ եղած մտահոգությունները ըստ նրանց տեղին չեն։ Ինչու լսենք։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ եւ այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն։ Իսկ ինչ է գնում Բաքուն բենզինի համար Հայաստանից ստացած գումարներով։ Միգուցե զենք է գնում ու զինում իր զինանոցը։ Եվ մինչ ամբողջ աշխարհը ավելացնում է իր զինանոցը, սպառազինության մրցավազքի մեջ չմտնելու մասին է հայտարարում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պարզվում է, գործող իշխանությունը ոչ միայն բանակցություններ է սկսել զրոյական ու հենց իրենց կետից, այլև ռազմական ոլորտի բյուջեն հաշվում է իրենց սկսած կետից ու արձանագրում դրական դինամիկա։ Պապիկյանի ասուլիսին ներկայ է եղել իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ 2025 թվականին 1 միլիարդ դոլարով ավելացել է պաշտպանական ոլորտի ծախսերը, 19%-ով աճել է զորակոչը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրել նախարարության 2025 թվականի ձեռքբերումները, որոնց շարքում ըստ նախարարի նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետների կրճատումն է։ Պապիկյանը վստահեցնում է, երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն է։ Պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։ Նախարարը վստահ է, պայմանագրային հիմունքով ծառայության անցած զորքերն ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Ըստ Պապիկյանի 2 տարվա ընթացքում միայն պաշտպան հայրենիաց ծրագրին միացել է 4000 մարդ,
Մինչդեռ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պնդում է, վարձու բանակը չի կարող պրոֆեսիոնալ լինել։ Ասում են պայմանագրային ծառայողը կարա մինչև 700,000 դրամ աշխատավարձ տան, այսինքն իրանց պատկերացմամբ դա վարձու զինված ուժերը պետքա լինեն կամ վարձու բանակը կամ այսպես խոպանի նման տեղ պետքա լինի բանակ։ Պապիկյանը կարևոր է համարում նաև պահեստազորի վերադարձը բանակ, մասնավորապես 25-օրյա վարժանքները։ Մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր, թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաև ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ըստ նախարարի ծրագիրն օգնում է պահեստազորի սպաներին վերհիշել անցածն ու արդեն մարտական հերթապահության ժամանակ հասկանալ մարտական խնդիրները։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ մեզ բացի նրանից, որ 25-օրյա վարժական հավաքների ժամանակ պետք է մեր պահեստազորին հիշեցնել իրենց նախկինում սովորածը, այլև պետք է այդ մարդկանց տեղում ցույց տալ իրենց ծառայության բնույթը եւ ձևակերպել նաեւ խնդիրները։ Ծրագիրը գուցե արդարացված լիներ, եթե մինչ այդ համակարգն անցած լիներ բավարար պատրաստվածություն, իսկ հիմա Արտակ Զաքարյանի խոսքով նախարարությունն ինքնախապեյությամբ է զբաղվում։ Դա արդեն ինքնախապեյությունը, դա արդեն խնդիրը չլուծելն է եւ չարդարացված գործողություններ, չհիմնավորված գործողություններ իրականացնելն է։ Իսկ ինքնախապեյությունը եւ ընդհանրապես խապեյությունը այս իշխանություն կոչվածների համար դա նորություն չի, իրանք դրանով են սնվում եւ դրանով են սնում հասարակությանը։ 2026 թվականին, եթե այս իշխանությունը վերընտրվի, ըստ Զաքարյանի, այս բարեփոխումները չեղյալ են հայտարարելու։ Ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարում է, իրենք մեծացրել են պաշտպանական ծախսերը, ձեռք են բերել արդիականացված զինտեխնիկա եւ շարունակում են բարեփոխումների ծրագրերը։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հրաժարվեց անդրադառնալ ադրբեջանական կողմի պաշտպանական ոլորտի ծախսերին, պնդելով, որ իրեն չի հետաքրքրում այ երկրի ռազմական բյուջեն։ Բանակին առնչվող հարցերից հետո լրագրողները փորձեցին պարզել, թե ինչու էին զինված ուժերի ներկայացուցիչներին ստիպել մասնակցել եկեղեցու դեմ կազմակերպված ակցիաներին։ Նախարարը հերքեց այդ պնդումը, նշելով, որ ինքը մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ եւ որպես Հայաստանի պաշտպանության նախարար։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս պահին հանրապետության մի շարք ճանապարհներ փակ են եղանակային պայմանների պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ հունվարի 14-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի Խաչմերուկից դեպի Սիսիան, Շինուհայր, Տաթև, Կապան եւ Նորավան Լծեն Տաթև ճանապարհները, նաեւ Սպիտակի ոլորանները։ Շիրակի մարզում, հատկապես Աշոտսկի տարածաշրջանում եւ Սպիտակ Գյումրի ավտոճանապարհին երթևեկությունը դժվարանցանելի է։ Իսկ Լանջիկ բնակավայրի հատվածում ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։ Արագածոտնի մարզում Քուչակից դեպի Միրակ ճանապարհին բուք է։ Մի շարք մարզերում, այդ թվում Ապարանում, Սևանում, Գավառում, Սիսիանում, Գորիսում եւ Աշոտսքում ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Նայրիի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի հատվածներում շարունակվում է ձյուն տեղալ։ Իրանում լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են, ըստ իրանցի պաշտոնյայի ցույցերի ընթացքում մահացել է մոտ 2000 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակիցներ։ Reuters գործակալությանը նա հայտնել է, որ ցուցարարների եւ աշխատակիցների մահվան հետևում կանգնած են տերորիստական խմբավորումներ։ Միևնույն ժամանակ տեղեկատվական ճակատում արդեն նոր պատերազմ է սկսվել։ Մինչ Թեհրանը խոսում է վիճակի վերահսկողության մասին, հարևան Ադրբեջանը ակտիվորեն տարածում է արյունոտ տեսանյութեր ու սադրիչ վերնագրեր, փորձելով Իրանի ներսում ընթացող իրադարձություններին քաղաքական ու բաժանարար երանգ հաղորդել։ Ինչու է Բաքուն այսպես ագրեսիվ ներգրավել Իրանի ներքին իրադարձությունների լուսաբանմանը եւ ինչ վտանգներ կարող է դա ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Մինչ Իրանում տեղեկատվական շրջափակում է, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տեսանյութեր են տարածում։
այրվող մզկիթներ, լեփլեցուն դիահերձարաններ ու կատաղած ամբոխ։ Պաշտոնական Թեհրանը վիճակը վերահսկողության տակ գտնվելու մասին է հաղորդում։ Բաքուն իր պաշտոնական լրահոսում հակառակը պնդում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այն պատահական չի համարում։ Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով եւ ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ Սա նոր մարտավարություն է, որ Բաքուն որդեգրել է Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ, գրում է ադրբեջանագետը։ Ինչ են խոստանում Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հարավային Ադրբեջանին խորագիրն է կրում ադրբեջանական այս հրապարակումը։ Արմինե Ադիբեկյանն ասում է, ադրբեջանցիներին անջատում են մյուսներից, փորձելով թեժացնել ցույցերը։ Սա սխալ հաշվարկ է, որովհետև Բաքուն ակնկալում է, որ հարավային Ադրբեջանը կմիանա Բաքվին, բայց իրականում հակառակն է տեղի ունենալու։ Ադրբեջանում գործում է հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք կազմակերպությունը, որ ուղիղ ֆինանսավորվում է կառավարությունից։ Այս կազմակերպության միջոցով Բաքուն երբեք առիթը չի կորցրել Իրանում անջատումներ հրահրելու, բայց դա միշտ արել է շատ նուրբ ու հատուկ ծառայությունների միջոցով, գիտակցելով Իրանի ուժը, նշում է իրանագետը։ Իհարկե հնարավոր է հարաբերությունների սառեցում, վատացում, բայց ինչ որ ավելի հեռու գնացող գործողություններ չի։ Ադրբեջանը Իրանում տեղի ունեցողին խիստ քաղաքական երանգ է հաղորդում, նշում է քաղաքագետը։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը Իրանի ներքին գործընթացները ներկայացնում է ոչ թե որպես սոցիալ-տնտեսական կամ համազգային խնդիրներ, այլ որպես հարթակ հարավային Ադրբեջանի գաղափարի առաջմղման, պատմության վերանայման եւ հարևան պետության ներքին կյանքում տարածքային հավանականությունների լեգիտիմացման համար։ Բաքուն այսպիսով իրեն է վնասում, կարծում է Ադիբեկյանն ու նշում, Իրանում ապրող ծագումով ադրբեջանցիները ինտելեկտով ու ձգտումներով տարբերվում են Ադրբեջանում ապրողներից եւ հնարավոր է հակառակը լինի, այսինքն ոչ թե Իրանի ադրբեջանցիներն անջատվեն Իրանից, այլ Բաքվի ադրբեջանցիները միանան մյուսներին, պարզաբանում է ադրբեջանագետը։ Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ հաշվի առնելով ռիսկերը բացառում է Իրան-Ադրբեջան տակ գործողությունները։ Անիա Բաղյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Կանադայի կառավարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Իսկ Գրենլանդիայի ղեկավարությունը հստակ իր դիրքորոշումն է արտահայտել։ Երկրի բնակիչները ըստ վարչապետի որևէ պարագայում չեն պատրաստվում միանալ Միացյալ Նահանգներին։ Վարչապետն ընդգծել է, որ եթե երբևէ ստիպված լինեն ընտրություն կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, նրանք միանշանակ կընտրեն Դանիան։ Դանիայի ղեկավարը իր հերթին շեշտել է, որ դժվար է դիմակայել նույնիսկ ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող ճնշումներին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորուղերձ է հղել իրանցի ցուցարարներին, կոչ անելով շարունակել բողոքի ցույցերը եւ տիրանալ պետական հաստատություններին։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումներն իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է նա։ Իսկ ավելի ուշ հայտարարել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ օգնություն է նա ուղարկելու իրանցի ցուցարարներին։ Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն, Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը։ Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել ռազմական ուժի կիրառմամբ կղզին գրավելու տարբերակը։ Արևմտյան անվտանգության համակարգի պաշտոնյայի համաձայն Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի հրթիռներ, Ուկրաինայում գրեթե 4 տարի տևած պատերազմում Ռուսաստանին օգնելու համար, գրում է Bloomberg-ը։ Թեհրանը նաև միլիոնավոր զինամթերք եւ հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան։ 350 տրակտոր եւ գոմաղփով լիբեռնատարներ Փարիզում ֆերմերները բողոքի ցույց են անցկացնում ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք դեմ են Եվրամիության եւ Հարավային Ամերիկայի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրին, որն ըստ նրանց կվնասի իրենց ապրուստին։ Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին, դեպքը տեղի է ունեցել Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը ամանորի օրերին։ Ողբերգության պատճառը բակտերիալ վարակն է եղել։ Կիևը մնացել է առանց էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման, որոշ սպառողներ արդեն 5 օր է առանց էլեկտրաէներգիայի են։ Սուպերմարկետները նույնպես շարունակում են փակ մնալ երկարատև անջատումների պատճառով։
Հավայան կղզիներում կրկին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, լավայի արտանետած մոխրի բարձրությունը հասել է ավելի քան 250 մետրի։ Եվ վերջում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները՝ Անդրեա Բոչելի, Մրայա Քերի։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի Սան Սիրո մարզադաշտում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում արծաթի գինը գերազանցել է $90։ Մետաղի ընթացիկ շուկայական գինն աճել է 4.6%-ով, հասնելով $90-95 մեկ ունցայի համար, առաջին անգամ գերազանցելով $90 շեմը։ Հիշեցնեմ, որ արծաթի գինը վերջին շրջանում արդեն իսկ աճել էր գրեթե 28%-ով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը թարմնորություններով եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։